Այսօր վերջապես մեկնարկեց Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» սերիալը, որը հենց առաջին սերիայից հարվածեց հեռուստադիտողի զգացմունքներին. արցունքներ, ցավ, մարդկային դաժան ընտրություն և դավաճանություն եղբոր կողմից։ Սերիալն առանց ժամանակ կորցնելու ցույց տվեց, որ սա թեթև պատմություն չէ։ Առաջին սերիայի կենտրոնում Սարգիսն էր, մարդ, ով արդեն իսկ ճակատագրի կողմից ծանր հարված էր ստացել, կինը մահացել էր ծննդաբերության ժամանակ, իսկ նորածին երկվորյակներից որդին գտնվում էր Մոսկվայի հիվանդանոցում, կյանքի ու մահվան սահմանագծին։ Սարգիսի ողջ կյանքը վերածվել էր պայքարի բառի ամենաուղեղ իմաստով, նա մտել էր անօրինական մենամարտերի մեջ, ռինգ բարձրացել ոչ թե փառքի, այլ փողի համար, մեկ նպատակով՝ փրկել որդու կյանքը։ Այդ պայքարը ցավոտ էր, նվաստացնող, բայց հայրական սերը նրան այլ ելք չէր թողել։ Սակայն հենց այստեղ է, որ պատմության մեջ հայտնվում է հունանը, նրանց հանդիպումը դառնում է ճակատագրական։ Ռինգում Սարգիսը հաղթում է, բայց իրական կյանքում պարտվում է ամենասարսափելի ձևով։ Պարտությունը չընդունող հունանը, կորցնելով մարդկային դիմագիծը, բութ գործիքով հարվածում է Սարգիսին, այդ հարվածը դառնում է մահացու։ Մի ակնթարթում 4 երեխաներ մնում են առանց հոր ու մոր։ Նրանց ամբողջ աշխարհը փլվում է, իսկ միակ հենարանը մնում է ծեր պապը, ով սեփական ցավի մեջ պիտի կարողանա նաև 3 երեխաների ցավը կրել ու մեկի կորուստը ողբալ։ Առաջին սերիան բացահայտում է նաև Ավոյի կերպարի սկիզբը։ Պարզվում է, որ հենց նա էր ներգրավել եղբորը Սարգիսին այդ մենամարտերի մեջ։ Երբ ճշմարտությունը բացահայտվում է, հայրը նրան չի կարողանում ներել, չի կարողանում նաև ներել, որ նա եղբոր որբ երեխաներին մենակ ու անօգնական է թողնում և չի օգնում, որպեսզի եղբոր կորած որդին գտնվի։ Ավոյին հայրը դուրս է անում տնից որպես որդի, ով իր անուղղակի մեղքով կործանել է եղբոր կյանքը։ Այս դրվագը հստակ գիծ է քաշում սերիալի հիմնական թեմաներից մեկի վրա՝ մեղք, պատասխանատվություն և դրա հետևանքները։ Առաջին երկու սերիաները ծանր էին, հուզիչ և ցավոտ, հատկապես առաջին սերիան։ Այստեղ կեղծ հերոսներ չկային, զարդարված տեսարան էր, ամեն ինչ շատ իրական էր, մարդկային թուլությամբ, սխալներով ու անդառնալի կորուստներով։ Դիանա Գրիգորյանը հենց մեկնարկից ցույց տվեց, որ «Գոյամարտը» լինելու է սերիալ, որտեղ յուրաքանչյուր գործողություն ունի իր գինը, իսկ յուրաքանչյուր սխալը իր ողբերգական հետևանքը։ Սա միայն սկիզբն է։ Առջևում սպասվում է պատմություն որբացած երեխաների, կոտրված ճակատագրերի, մեղքի բեռը կրող մարդկանց և կյանքի հետ շարունակվող դաժան մենամարտի մասին։ Առաջին սերիան արդեն իսկ բարձր նշաձող սահմանեց և հստակ ցույց տվեց՝ գոյամարտը եկել է երկար մնալու հեռուստադիտողի սրտում ու մտքում։ Իսկ մինչ կբացահայտվեն շատ հետաքրքիր գաղտնիքներ, միացեք մեր ալիքին։ Հեռուստասերիալում իսկապես ամեն ինչ լարված է։ Պապը միայնակ մեծացրեց 3 երեխաներին, իսկ այժմ Մանուշակը հանդիպում է իր հորը սպանողի որդու հետ, այն էլ գաղտնի, եղբայրներից գաղտնի։ Թե ինչ է սպասվում դրանից հետո, ցույց կտա ժամանակը, բայց ինչպես երևում է, այստեղ Մանուշակի կերպարը ոչ այդքան դրական, այլ երես առած երեխա է։ Բայց ամեն ինչ դեռ առջևում է, և ամենավատն այն է, որ Ավոն դավաճանել է իր եղբոր հիշատակն ու ամուսնացել եղբորը սպանողի քրոջ հետ։ Հայրը նրան տանից դուրս արեց միայն նրա համար, որ նա դավաճանել էր եղբորը և իհարկե ներքաշել մենամարտերի մեջ, և բացի այդ, լքել եղբոր որբացած երեխաներին։ Պապիկին չօգնեց, որ նա գտնի իր կորած թոռանը, և այժմ նա ծվարել է հունանի ստվերի տակ ու ապրում է նրա ասելով։ Ամուսնացել է քրոջ հետ ու նրանք երեխա չունեն, բայց Հունանն ունի 2 երեխա՝ աղջիկը Լեան և տղան, ով հանդիպում է Մանանի հետ։ Իհարկե, այստեղ ամեն ինչ դեռ այդքան պարզ չէ, որովհետև հետագա սերիաներում հավանաբար Լեոն ու Լեան սիրային զույգ են լինելու, որը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ սիրտը ընտրում է սերը ոչ թե գիտակցությամբ, այլ զգացմունքներով։
Դե ինչ ամենահետաքրքիր ու ինտրիգային սերիաները դեռ առջևում են, հեռուստադիտողների կարծիքներից ելնելով այս հեռուստասերիալը դառնալու է ամենառեյտինգային նախագծերից մեկը և հեռուստադիտողներն առաջին երկու սերիաները դիտել են ուղղակի արցունքն աչքերին, հատկապես առաջին սերիայում, որտեղ ամեն ինչ այնքան հուզական էր, իսկ փոքրիկների խաղն ուղղակի իրական։ Հեռուստասերիալը զարգանում էր շատ արագ, 2 սերիա ցուցադրվեց այսօր, ինչը հաճելիորեն զարմացրեց հեռուստադիտողներին։ 2 սերիա, որոնց մեջ մի ամբողջ պատմություն, անցյալից մինչև ներկա ժամանակներ։ Դե ինչ, գրեք ձեր կարծիքները հեռուստասերիալի սկզբի մասին, չմոռանալով բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Գրեք նաև, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին ամենաշատը հավանեցիք և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Սպասում ենք ձեր կարծիքներին, յուրաքանչյուր կարծիք կարևոր է։